Ողջույն, Կորզարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձների հետ, հայրենադարձության մասին։ Մեր այսօրվա հյուրն է Բեթի Արսլանյան, ողջույն Բեթի ջան։ Բարև ձեզ։ Դուք եկել եք շատ հեռու դեղից, մեզ ասեք երբ եք եկել ու ինչի համար եք որոշել հայրենադարձել։ Ուրեմն ես որոշեցի հայրենադարձվել 2015 թվականին, արդեն 10 տարի է, այս օգոստոս ամսուն 11 կլա։ Որտեղից։ Արգենտինայից, Արժանտինից, հա, Կորդոբա քաղաքից։ Եվ ինչու մի քիչ բարդ է այդի պատասխանել, բայց երևի մի քանի բաներ կային, որ արդեն իմ կյանքիս մեջ գվերանայի, տարբեր պարադիգմեր, որ արդեն ընկել էին, ես 2010 թվականին Birthright Armenia ծրագիրը Այո եւ իմ քաղաքապարս Հայաստանի մասին գրեթե 100% փոխվեցավ, այո։ Իմիջիալս Birthright-ը թեբի հայկն է, ասենք։ Այո։ Որոնք շատ էր գալիս են 70% մնում են հետո։ Այո, անանգ է։ 100% փոխվեց էր գարձիկը։ Ինչպես էր ձեր մոդեցումը նախ այն ժամանակ, ասում եք գնամ մի 6 ամիս նայեմ ինչ է Հայաստանը, հետո վերադառնամ, շարունակեմ իմ կյանքը Կորդոբայում։ Այո, մեկ անգամ եկած էի, առաջին անգամը սկաուտական ջամբորի էր, համաշխարհային բանակում Եվ հա 2006 թվականին բզդիգ էի 17 տարեկան էի գային բաներ որտեղ չէի հասկնար բայց հա գրեթե Birthright-ում մի քանի ամիս մնացի գրեթե 3 կամ 4 ամիս եւ արդեն բավարար եղավ որ ես ամբողջովին միտքս փոխեի Հայաստանի մասին առաջ գրեթե ամբողջ կյանքս ապրել Հայաստանը սկալով, գարտալով Հայաստանի մասին, լուրերը ստանալով եւ այլն, եւ Birthright-ին վերադառնալեն հետո արդեն ուզեցի դարբեր մոդեցում ունենալ Հայաստանի հանդեպ, ուզեցի կործել Հայաստանի համար, սկացի դեսա իմ աչքերով որ իրական Հայաստան գա Չնայած որ հիմա այդ կաղապարը քիչ մկաղականացված է իրական Հայաստանը բայց հա Հայաստանը դուրս հանեցի գրեթե քիրքերեն եւ իրականությունը դարձուցիկ Բեթին, այսինքն ծեր աչքերով ինչպես է Հայաստանը։ Այո, դարձուցիմ կյանքի մաս։ Այո։ Իսկ հիշեցնենք որ թեպի հայկը, այսինքն Birthright-ը ինքը գալիս են գամավորություն են անում, նույնիսկ շատ հերու քաղաքներ, դժվար վիճակներով մարդկանց հետ շփում են, վերջը դեն չի որ հոգնում են ու գնում են, ընդհանրակը ավելի են սիրում երգիրը։ Այդ ոնց է այդ զգացումը դուք ուր էիք օրինակ, ինչ արեցիք այդ Birthright-ի ծրագրի մեջ, ինչ գամավորություն։ Կորձերս։ Հա, ինչ գամավորություն։ Գաշխադայի դպրոցի մեջ որ ինքը արգենտինական հայկական դպրոց է, Բաղրամյան փողոցի վրա հոն սպան։ Այո, սպաներենով դասեր գուտան հոն, այդ ուսուցչուհուն գոկնեի, սպաներեն դասեր դալու, հետո մեկ հատ գազագերբություն կար բնապահպանական հոնալ մասնակցեցա եւ Կարծեմ շատ թեր խաղաց իմ հյուրընկալ ընտանիքը, որ այս մոդեցումը Հայաստանի հետ ավելի ավելի սերտ մոդեցում որով երբեք ես գրեթե մինչև այդ տարիքից որ 20 տարեկան ունեի չէի շփված լոկալ հա հայաստանցու հետ եւ շատ բաներ հասկացա այդ ընտանիքին մեջ։ Շատերը ժխտական են, այստեղ միշտ տշկոհում են ծեր մոտ ոնց էր այդ ընտանիքի մոդեցումը Հայաստանի հանդեպ։ Չէ, ես կարծեմ որ իմ միտքս բավական բացվեցավ այդ շփումներով եւ սկսա հասկանալ շատ բաներ, նույնիսկ Հայաստանի պատմության մասին, նոր պատմության մասին, օրինակ սովետի ժամանակին ի վեր, թե ինչու մարդիկ օրինակ այս կաղապարները ունին կամ այս թեպի այս կողմ կմտածեն շատ բաներ սկսա հասկանալ, այո, եւ ոչ դադարելով կամ սերով հա, սպիրկում ասանք կմտածեք, չէ, երբեք անանք բան չեղավ։ Այդ ամենաջիշտ բանալին է, որ ստեղ մարդ վերադառնա։ Եթե սկսում ես տուն քերատասել քոնը ու սկսես քննադատել, դժգոհել, այն ժամանակ արդեն այդ մտային կոնֆլիկտը քեզ չի թողի որոշես հայրենադարձել։ Շատերի մոտ եղել է, որ վերևից բարձրացել են, խոսացել կամ քննադատել են, այդ չես կարող։
ստեղ շատ բաներ լավը գար նաև սովետի ժամանակ չես կարա ժխտես բայց պիտի կաս հավասար կետնի վրա իրար հետ նստենք ու իրար հետ ապրենք այս լավ երկրում բայց շատ սպյուրքը հայր որ գալիս են ստեղ խոսում են ոգևորվում են այս պիտի առնենք այդ պիտի առնենք երթանք ընդեղից հետ վերադառնանք եւ այլն գնում են ընդեղ լրիվ ջնջվում է իրենց մտքի մեջ ու մնում են ընդեղ ինչն է որ բետին թողեց գնա ընդեղ ընտանիք ընկերներ գյանք լրիվ ուրիշ միջավայր քան Հայաստանը ոնց է որ գնում ես ընդեղ փագում ես ու ասում ես գնում եմ իմ արմատների մոտ այդ որոշումը ոնց է կայացրել հա կարծեմ երբ խորը փոփոխություն գլա մտքին մեջ ցանկացած թեմայի շուրջ արդեն յետքայլ չգա եւ ինձ անանք բամը եղավ ես եւ որ վերադարձա սկսա ալ չի հավատալ այդ կահապարին որ փոքր Հայաստաններ կան աշխարհին 4 կողմերը այդ կահապարին Little Armenia որ գա օրինակ նույնիսկ Ամերիկայում գանանք տաղամաս է չեմ գիտեր լավ հա ամբողջովին թեմեմ սկսա մտածել որ եթե մենք հայերս բոլորս 10 միլիոնը կանք Հայաստան ամեն ինչը կփոխվեր ուրեմն ես շատ ակտիվ կյանք ունեցած եմ հոն Կորդոբայի համայնքի մեջ գրեթե ագումբի երկրորդ դունս եղած է բայց սկսա արդեն վերանայել շատ բաներ եւ անիմաստ գսկայի որ բաներ որ գնայի որ արդեն անիմաստ էին օրինակ հոգնեցա այդ ցերնարտներ բادرաստել գազմագերվել որ օրինակ ագումբին բادر ներգեն կամ մարդկանց համոզել որ եկեք ագումբ այս կորզոնեությունը ունենք ասի իմ դերս ադի շատ քիչ է հա շատ նկատում ես որ երբ որ մեծանում ես մի քիչ էլ ուզում ես որ ես ինչ քիչ բան եմ անում եւ որ գարամ շատ ավելի շատ անել այո այդ միանշանակ ու հատկապես որ քաղաքները եւ համայնքները սկսեն են քիչ այցելելու երդասարտներ ավելի քիչ հետաքրքրություն ունեն կամ չուզենք այդպես է բացի մի քանի դեղերում գեդերում գլենդելում կարող է կամ մի քանի դեղ որ շատ գնում են հայերը բայց մյուս համայնքներում միջին արևելքից բռնած մինչև ցերմոդերը Արգենտինա Բրազիլ շատ ավելի քիչ են այցելողները տեսնում ես որ մի հատ ցերնարգ է գանում դեսնում ես որ շատ ավելի քիչ մարդ կա գիրագի գնում ես եկեղեցին շատ ավելի քիչ մարդ կա անգում ենք ապրում ուզենք կամ չուզենք դրա համար մեր նման մարդիկ որոնք ուզում են ավելի շատ բան անել ոչ թե դարի մի անգամ փող ուղարկեն այսինչ կազմակերպության չգիտեմ լիքը դենց փողի հետ կապված բան կա բայց այդ չի մեր ուզածը ուզում ենք այս երկիրը ինչ որցե ոդկի անենք անում մարդիկ նա բնակարարով ու դա է որ որոշման ամենամեծ հատվածն է որ ասում ես գնամ մի բան անեմ դուք Եկաք ինչ ուզեցիք անել որ վերջո պիտի աշխատեք, ապրեք, դրամ վաստակեք, չէ՞, ինչ արեցիք ձեր առաջին տարիներին։ Հա, պետք է ասեմ որ սկիզբը որ հասա շատ խանդավառված էի շատ բաներով, նույնիսկ օրինակ եթե ասենք հեղափոխություն ունենք, օքեյ, ես արդեն մեջն էի, մինչև հետո սկսա հասկանալ որ պետք է քիչ հանդարտեի եւ գամած համագերվեի Հայաստանի հասարակության մինչև այդ կետին որ հավասար սկամ որպես քաղաքացի եւ հա որ հասա առանց կորձի առանց ոչ մի պայմանավորության եկած էի ուրեմն առաջին երևի փուլը ադիեր կորձ պնդրել եթե ոչ շուտով տրամս բիդի վերջանալ պետք է վերադառնայի ուրեմն անանգ սկսա դարբեր դեղերում CV-ներ բաժանելով եւ շուտով երևի 2 ամիս հետո որ հասա Օտագայանում կորձ ջարեցի եւ հոնը սկսա աշխատել որպես մարքեթինգի մասնակից այո Զվարթնոց այրոպորտում այո ճիշտ ասած Կարաս գինեկորձարանի մարքեթինգի Կարասի հա այո որ բացմանես Օրնեկյանի որ արգենտինական արմատներ ունեն ունդեղ կդակ ինչ որ կոզ ու ծեր նման գան մարդիկ շատ չեն ասում բայց Արգենտինայից բավականին կամ որ եկան գնացին կամ մնացին վերջում այդ խողովակով այսինքն Օրնեկյանի գրուպի հետ կապված կորձերով ու շարունակեցիք ընդեղ այո 7 տարի հոն աշխատեցա մինչև բادرազմը սկսավ ես մասնակցությամբ լրագրող եմ որ բادرազմը սկսավ արդեն
սկացի որ նպատակս հոս ուրիշ էր որոշեցի այնտեղ դեռ 40 աշխատեի էրպորտում like արցակուրտի պես պամահանեցի որ կարողանամ Արցախ երթալ լուսապանել 10 օր մնացի հոն մինչև երևի բادرազմի գեսը լուսապանելով սպաներենով կարող ենք ասել որ բادرազմը եղավ մեկ գետ որ առաջ եւ հետո եղավ հա իմ հայրենադարձությամբ սկացի որ արակելությունս ադի էր որը լուսապանել են եւ բացմել Հայաստան ճիշտ ինֆորմացիան հասցնել դեղ այո ինչ որ դժվար էր այն ժամանակ բոլորն էլ ամեն մարդ լղոզված շատերը Ադրբեջանի Իրաք գումարներով ավելի ուրիշ ինֆորմացիա էր դարածում նույնիսկ լոկալ առումով շատ սխալ բաներ էին ասում եւ այլն ճիշտ լուրը դժվար էր փոխանցել այո նույնիսկ ճշտության հասնելն էլ դժվար է մանավանդ այդ կոնֆլիկտի ադեն բայց հոնալ շատ բաներ սորվեցա այդ գեդերից մեկն է որ եթե դու գլսես մարդկանց անհնար է ճշմարտության չհասնել եթե դու լսես այն ցայները որ չեն բարձ չևով չեն կարող բարձրացնել որ պետք է բոլորս լսենք որ այս դեպքում արցախցին է անհնար է որ fake news լինի ադաշուտ եթե ժողովուրդն ես լսում ոչ թե ինչ որ լրատվական կամ ինչ որ մարդ որ միշտ լուրերը ասում ենք բոլորս դենց ենք սպասում բայց արցախցու ընդեղ աբրողից չես կարա սխալը ստանաս ու նաև որ ֆիզիկապես էլ ընդեղ էիք այո ուրեմն այդ բահում երևի կյանքս փոխվեց եւ արդեն սկսա աշխատել որպես տղտագից Հայաստանից դարբեր սպանախոս լրատվամիջոցներու համար նպատակը այն էր որ բարձրացնել ասցայները կամ Հայաստանի մասին խոսիլ այս աուդիենսին համար սպանախոս աուդիենս իսկ ոնց է այդ ծեր մոտ դուք թիմում եք իսպանական մեծ գազագերբություն ասում եք ես կարող եմ ցես դալ թե իրենք են ցես գտնում իրենց ներկայացուցիչը դարձնում երկու ցևով ալ կա հիմա արդեն կան մշտական թղթագիցներ մի քանի լրատվամիջոցներում մեկը Իսպանիայում է մյուս օրինակ Կոլոմբիա Ֆրանս 24-ն է բայց իսպանական բանը ֆորմատը իրենք Կոլոմբիայում են ունեն բանը իրենց կենտրոնը եւ նույնպես օրինակ Ուրուգվայի հայկական ռադիոժամին համար Կոմիդաս ռադիոին իսպաներենով այո եւ հետաքրքիր է ուզդիկ բաղակից բանանք դուք ինչ որ դալիս եք իրենք տնում են որովհետեւ ամեն մեկ ռադիո կամ հեռուստաընկերություն նաեւ ունի իր քաղաքականությունը չգիտեմ ասված գիտի ով է ֆինանսավորում որ երկրից իրենք տնում են մաքուր ծեր ասածը եթե նույնիսկ քննադատականը տշնամուն նայած ոչ բոլոր թեմաները իրենց համար հետաքրքիր են ասպարեսին մեջ ամենադժվարը Հայաստանը իրենց ագենդայի մեջ տնելն է պետք է շատ լուրջ բան լա Հայաստանի մեջ որ իրենք ասեն օքեյ այս առաջարկը նորմալ է գլուսապանենք գնդունինգ պրոջեկտը բայց հա եղած է մի քանի անգամ մանավանդ Ֆրանս 24-ի մեջ որ իրենք երբեք չեն փոխել ինչ որ գարաչա ահա բայց գամ գտնեն կամ չեն տներ չէ այո եթե ասեն ահա եւ ես սկսեմ աշխատել այդ նյութի վրա հետո գտնեն կամ բաներ որ հա գրեթե գփոխեն օրինակ եթե Արցախի քաղաքներուն անունները տնենք ադրբեջանցիներեն բանալ անունալ գտնեն եւ այս դեպքերում եղած է որ Ադրբեջանեն նույնիսկ pedagogan իրենց հետ կանգադել են նյութերու ամեն դեր են կանգադում ամեն նույնիսկ Թրամփն փողեն վճարում որ իրենց ուզածը տրվին դեր այսօր քախնիկ չէ որ լրատվամիջոցները նաև ֆինանսավորվում են դարբեր ուղություններով ու մեր տշնամին ունի այդքան փող որ դարբեր դեղեր իր ուզածը տնի այդ դաշպախտությունը որ շատ ժամանակ արդեն մենք չենք լսում միջազգայինը որովհետև գիտես որ իր ուզածը պիտի տնի ու իրականությունից թեգուս հերույա բայց դնում են
ես մի 20 տարի առաջ այսքան չէի մտածում, նայում էինք, լսում էինք, հավատում էինք, բայց հիմա արդեն նայում ես ասում ես որ հաստատ մյուս կարծիքը կա, բայց իրենք չեն ցույց տալիս։ Ցավոք սրտի դենց է։ Իսկ լրացության մեջ մնացիք, նաև այդ շահույթապերա աշխատիլը, որ ապրես Հայաստանի մեջ։ Ոչ, այս մասնագիտությունը քիչ մը դժվար է այդ առումով, բայց իմ սիրած գործս է եւ մեկ կողմենալ ուրիշ գործեր գնեմ, օրինակ մարքեթինգ, դիջիտալ մարքեթինգ դարբեր գազམ་ագերբություններու կամ ընկերություններու համար, so անանք բալանս մգլա, հա։ Ազատեք երկուքը միասին գնեք, ֆիքսված դեղ չունիք, ինչ որ շատեր գրնանել, այսօրվա արցանցով աշխատիլը, այսօր շատերին բերավ Հայաստան, որովհետև իրենք նույն ցևով ապրում էին դուրս արցանց դնից աշխատում էին, նախընտրեցին գալ Հայաստան ու ստեղից աշխատել, ասելով որ ստեղ թե քո արմատների մոտ ես, թե երևի ավելի այժանա շատ բաներ, ամեն ինչի բայց շատ բաներ, սկսած ինտերնետից, մինչև չգիտեմ, առօրյա կյանքի ծախսերից եւ այլն եւ այլն։ Իսկ դարբերությունը մեծ չէր Հայաստանի եւ Արգենտինայի ծեր Կորդոբայի կյանքից մի անգամից դուրս գալ Երևան լրիվ ուրիշ միջավայր, ընկերներ չկային, չգիտեմ, ցերկ բերեցիք երևի ու սիրեցիք այդ առօրյա կյանքը ոչ միայն կորձը նաեւ երեկոյան, ընկերներ եւ այլն, ինչպես է այդ։ Այո, ճիշտն ասած, ես միշտ գսեմ որ երբեք, ասենք Արգենտինացի չեմ սկացել իմ կյանքի ընթացքում, ուրեմն հոս գամ բաներ որ շոկային են, մանավանդ օրինակ գանայքի թերը հասարակության մեջ, որ օրինակ Արժանտին շատ ավելի ազատ երկիր է եւ գանանցի աղջիկներու իրավունքները շատ ավելի պաշտպանված են, քան հոս, բայց շատ լավ համագերպեցի, ամեն ինչը ինձ համար շատ ընտանեկան էր եւ շատ մոդիկ, so ամենատեղից մենք ես էլ միջին արևելք ծնված եմ, վերջը Ավստրիա ապրած եմ, բայց գսկամ որ այստեղ որոշ բալանս կա գանացի առումով, ասեն ոչ միջին արևելք է, ոչ էլ շատ ազատ է, բայց նաև հարկանք կա դադիկին, մամային, քույրիկին, պաշտպանություն կա, որ մեկը հանգարց մի բան չանի, միանշանակ կա, բայց որոշ բաներ կա որ թեր պետք է բարելավեն, այդ միանշանակ իսկ զգացիք որ այդ սովետը որ դեսակ այդ դան մեջ որ ապրեցիք, սովետական մենտալիտետը հիմա էլ երդասարտները ոնց է այս ամեն ինչը փոփոխվում, նաև մնում է այդ հայրենասիրությունը, չեմ ասում բարձր մագարտակով, բայց ժողովրդի մեջ երդասարտները ոնց են ծեր գարձիկով դուք որ այդքան հայրենասիրությամբ եկաք։ Ես շատ խանդավառված եմ այս նոր սերունդին շուրջ, այո, եւ ինչ եք տեսնում, ես շատ բաներ եմ տեսնում լավ, բայց դուք ինչ եք տեսնում։ Ես տեսնում եմ շատ կարևոր բան, օրինակ ինձ համար ամենաշոկային բանը հոս Հայաստան այն է, որ միշտ որ բանը կհարցնես, սկիզբը պատասխանը ոչ է։ Եվ կարծեմ ադի կփոխվի կամած միշտ ջարգա կամ կարող են գտնել ուրիշ լուծումներ։ Ճիշտ է։ Ես է զարմանալի է, բիդե ասենք որով շատերն են նույնը անում են։ Մտնում ես մի հատ խանութ, մեծ, ասում ես որ այս ինչ բանը կա, որովհետև ժամանակ չունես փնտրելու, ինքը պետք է գիտնա, չէ՞, այնտեղ։ Ինքը միշտ ոչ է ասում 100%, բայց դու վեդո փնտրում ես, տեսնում ես որ կա, ասում ես այս ինչեր ասում ես չէի նկատել։ Այս ոչ միայն մեկ օրինակ, ես տասնյակ օրինակներ կարամ դամ, որ մտնում ես այդ բահին չի ուզում ինքը կամ շարժվի, կամ փնդրի, կամ մտածի, ոչ է ասում։ Այո։ Դրանից հետո արդեն ասում ես, բա էս էր կամ քեզ գացի որ հա չի գիտեի, կամ քեզ գացի որ չի հասկացած էր ասած, բայց եթե չի հասկացար, ինչու չի հարցրեցիր որ ավելի սերվիսը ավելի լավ լինի։ Դրա համար էլ ասում են Հայաստանում սպասարկումը այդքան լավ չի, բայց Փառք Աստծո որ հիմա շատ բաներ ռեստորաներից բռնած, որոշ խանութներից բռնած շատ լավ սպասարկում են, այստեղ ինչ որ 10 տարի առաջ չկար։ Դուք այդ ցանկից եկաք այստեղ, իսկ նաև ծեր նմանները շատ են։ Կորդոբա, Բյուենոս Այրես եւ այլն, թե հայկական առումով որ լավ հայկական դաստիարակչություն են ստացել, կարող է շատերը հայերեն լավ չեն խոսում, կարևոր չի, բայց զգում ես Արգենտինայից հայեր որ գալիս են մեկ-մեկ այդ համահայկական խաղերուն լավ հայրենասեր են։ Ինչու է որ դուք այդ բետին այդ քայլին թիմեց մարդիկ կան որ չեն կարողանում, չեն ուզում ընդեղից դուրս գան։ Կարծեմ որ չեմ գիտեր չեմ գրնար իրենց համար խոսիլ,
բայց եւ որ գա այս հավատքը որ սպիրկում կարելի է ինքնությունը պահպանել եւ այլն ուրեմն կմտածես որ նպատակը եւ արագելությունը որպես հայ հոն է եւ որ ադի արդեն գսկսիս վերանայել եւ հարցնել թե որն է ճիշտ կայլը կարող ես դիմել հայրենատարծության կայլին իմ կարծիքով սպիրկը գան շատ կարևոր բաներ որ սպիրկը կարող է անել դարբեր թերեր օրինակ չեմ կեր քաղաքականությունը հայտարարը եւ այլն բայց կոնկրետ չեմ հավատար որ սպիրկը լինի բահբանության ինքնության բահբանության աղբյուր բացուցված է երեխեքը այսօր ինչքանով են հայ այս սերունդները բոլոր դեղերում միջին արևելքը որ ուժեղ էր էլին դեղել գործնում ենք մեր ինքնությունը հայերեն խոսալը քչացել է դպրոցների քանակը քչացել է եկեղեցի այցելողները քչացել են մենք չենք ժամանակի ընթացքին քչանում է այդ ամեն ինչը դրա համար ուրիշ տարբերակը ինչ է բարեփոխտապար անկախ Հայաստան գա մենք որ Հայաստանից առաջ մենք նույնիսկ այդ տարբերակը չկար 91-ից առաջ հիմա այդ տարբերակը կա մարդիկ պետք է մտածեն եթե ուզում է իր երեխան կոնե հաջորդ սերունդը մնա հայ մնա հավատքով մնա ամեն ինչով պիտի այս տեղափոխությունը անի թե չէ կմնա այնտեղ ու հետո գասեն որ դարին մի անգամ կարող է ապրիլի 24-ին մի հատ ծաղիկ տնեն այո ցավոք սրտի դենցը հա այո եթե իրենք կոհանան այդ նպատակներով օքեյ է ինչ ասեմ ես կարծում եմ որ այս եկած է նաև Օսմանյան գայսրությունը որ 600 տարի եղել է միշտ մարդիկ ցկտել են դուրս գան Օսմանյան գայսրությունից դրա համար որ ամեն հայ գա ուրերտաս հայ գա վաճառականության մեջ լավ են եղել եւ այլն ընդեղից սկսել է այդ մեր գենը փոխվել որ ուր երթանք եթե կորձ ունենք ուրեմն շատ լավ այնտեղ հիմա եկանք ունեցանք անկախ Հայաստան որ մարդիկ չեն մտածում որ հիմա ժամանակն է հետ վերադառնալու արդեն որ այս անկախ Հայաստանը բահենք բոլորս միասին այսօր շատ ազգեր կա որ չունեն երկիր ու մենք ունենք ու եթե բոլորս այդ 10 միլիոնից կոնե գեսը չպիտի կա ոստեղ ապրի որ ոչ պատերազմ ունենանք ոչ տնտեսական խնդիրներ ունենանք գիտելիքները բոլորը հոսպերենք վերջը մի օր էլի կգորի ինչպես է պատմության ժամանակ ունեցել ենք կորելա ով է պատասխանատուն մենք ենք ի վերջո ուզենայինք ուրիշի բանի դակ ապրել ղեկավարության դակ ոնց որ 600 տարի էդել ով թուրքի դակ չենք ուզում չէ բայց հիմա պետք է անենք այդ գիտելիքն ու մոդեցումը մարդկանց մեջ չկա մարդիկ միան ինչպես որ ասում եք ագումբը դարբեր կան ընդեղ է հայրենիքը այդ 4 բադնա երկու հատ նգար Արարատի չգիտեմ հեչ միածնի գառնի վերջացավ Հայաստանը ընդեղից դուրս մարդիկ չեն ուզում գալ ինչպես է համայնքը ընդեղ հիմա ոգևորված են որ բետին թողեց գնաց մենք էլ գնանք չէ գա դենալ որպես հանցավոր հա այո որով այնտեղ քաղուտները այն ծավով կաշխատին որ ղեկավարներ կպատրաստեն չէ որ հետո օրինակ ես կպատրաստեմ ինչ որ ղեկավարի իմ ընկերներով որ հետո իմ զավակներուն այդ ղեկավարը ագումբի ղեկավար այո ագումբ էլի փոքր կենտրոնի ղեկավար այո բայց եթե այն երդասարտը հետո ցկե երթա արդեն գսե անիմաստերիմ կորցս եւ ադի օրինակ շատ որպես հայրենասիրություն գերեվի օրինակ նոր դուք ասեցիք որ խաղերուն կուկան գերքեն հայրենով եւ այլն ինչ հայրենասերն եւ այլն բայց ադի է հայրենասիրությունը ադի պետք է հարցնենք կարծեմ ինչ է իրական հայրենասիրությունը ճիշտ չեմ կարծեր ճիշտ կոնկրետ բան գա որ հայրենասիրությունը ասի ընելն է կամ ասանգլալն է բայց թեմեմ այդ հայրենասիրությամբ Հայաստանը դուրս են սիրելը հայրենասիրություն չէ շատ ճիշտ խոսք ասում իսկ դուք շատերը պատերազմեն վերջ մտածեցին հետ վերադառնալ դեսան որ երկիրը սխալղությամբ է գնում դուք ավելի ամբրաբնտեցիք ինչպես շատերը ինչպես մենք չենք ուզում թողնել երկիրը դժվար վիճակով դուք ինչ եք խորհուրդ տալիս ու ինչ է ձեր պլանները հետագայում ձեր ընտանիքի անդամներին կամ ուրիշ ընկերներին համոզելու եք որքան հա երանի կարծեմ մեր հայրենատարծության հետո մի քանի ուրիշ ընկերներ ոգևորվեցան եւ
եկան ընտանիքս չմգեր Երանի այդ քայլը ունեին դժվար կտեսնեմ շատ հոն հաստատված են բիզնես եւ այլն բայց հա կարծեմ Հայաստանը պետք է մենք շատ կլսեմ որ Հայաստանը լավը լան է գուկանք կամ լավն լան է Գարձես թե Հայաստանը քեզ like պամը պիտի դա Դա, անշուշտ գուդա Արանց ուզելով գուդա բայց Ցունել պիտի դա Այո եւ հաստատ Հայաստանը ավելի շատ գուդա մեզի քան մենք իրեն նույնիսկ հայրենադարձվելով ասի շատ մինիմում քայլ է բայց ես կնախնդրեմ օրինակ դուրքերս հոս վճարել կան աշխարհին ուրիշ դեր Քոնե մինիմումը Քոնե մինիմում նաև խորուրդ նաև մարդկանց ոգևորել շատ մարդիկ որով հուսահատված են եւ այլն ամեն օր մարդ կա որ գողքը դասում ես չէ լավ պիտի լինի ավելի լավ պիտի լինի էսա բացի որ աշխատում եք որոշ բաներ էս լուրերը որ դարածում եք այս բոլորը Արգենտինա մնալով ոչ մի բան չի կարող անել դա սխալը աշխատես կապրես չգիտեմ ընտանիք կգազմես ուրիշ բան չկա հայրենաթրծության հայրենասիրության հետ կապված եմ ասում շատ դարի մի անգամ էլ մի հատ օգնություն ուղարկես ընդեղով կսահմանափակվի բայց այդ չի այս 50 տարի մեջ էդել չի լինի ամենընդհանրապես դրա համար մենք հիմա մաքսիմում պետք է բահենք մաքսիմում պետք է շատ մարդկա ստեղ ապրի որ կարողանանք այդ մեր երազանքի երգիրը ունենանք հատկապես որ հիմա էլ ավելի գամուշները կդրված են սփյուռք հայրենիք չգիտես ինչի պետք է գրկնագի աշխատանք դարվի ու այդ 7 միլիոնը որ դուրսն են քոնը պետք է 1 միլիոնը կարողանանք ստեղ բերել ինչեր գնենք Հայաստանը կդարձնենք մենք ու ոչ ոք չի հանդգնի մեր վրա հարցակվել ու ճիշտ ուղղությամբ կգնանք բոլոր մեր մասնակիցներով որ դուրս գան կարողանանք ստեղ մեր երազանքի հայրենիքին հասնել շատ շնորհակալ եմ Բետի ջան լավ զրույցի համար հույսով եմ որ մարդիկ ցեզ տեսնեն օրինակ լինեք ու վարակվեն ու կան ու ապրեն ցեր նման այս երկրում Եկեք Հայաստան հաջողություն շնորհակալ